Բարեկամներ, ընդամենը րոպեներ առաջ այստեղ ենթադրյալ դեպքից մոտավորապես 500 մետր հեռավորության վրա Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը հայտնաբերեց Նարինե Մարտիրոսյանի 13-ամյա աղջկա մարմինը։ Հիշեցնենք, որ այսօր 8-րդ օրն է, ինչ փրկարարները, կամավորները, ոստիկանները բոլորը փնտրում էին քրոջը։ Դեպքի վայրից 3 օր անց հայտնաբերվել էր Նարե Մարտիրոսյանը, 7 տարեկան աղջիկը, մոտավորապես նույն տարածքում ընդամենը 20-ից 30 մետր հեռավորության վրա Պարկերի արանքում ջրասուզակի կողմից գտնվեց նաև երկրորդ աղջկա Նարինե Մարտիրոսյանի անշնչացած մարմինը։ Այս պահին դեռևս շտապօգնության մեքենան չի տեղափոխել նրա տեղում աշխատում են ոստիկանները, քրեական ծառայության աշխատակիցները։ Հարկ եմ համարում նաև նշել, որ օրեր շարունակ այս հատվածը եւ վարկած էր շրջանառվում, որ հնարավոր հատվածները 2-ից 7 կիլոմետր հեռավորության տեղանքն է, այս հատվածը բազմիցս այսօր առավոտյան եւս ուսումնասիրվել էր եւ դիտարկման կետերից մեկն էր եւ ստացվում է, որ մասնագետները չէին սխալվում ավելի մոտ փնտրելու պարագայում, չնայած որ ամբողջ հատվածը եւ Դեպետի եւ Փամբակի գետի երկայնքը եւս դիտարկվում էր։ Եվ մի կարևոր հաստ, թե պատահականություն Ներքին գործերի նախարարության փրկարարչությունը հազանգստացվել էր ուղիղ 1 շաբաթ առաջ, երկուշաբթի հունիսի 15-ին 2:14:30-ի սահմաններում, 14:30-ի սահմաններում այսօր հայտնաբերվեց նաև երկրորդ քրոջ մարմինը։